Ժորժան, շուտով ապրիլի 24-ն է հայոց ցեղասպանության հերթական տարելիցը, բայց մենք այսօր էլ տեսնում ենք որոշակի տարրեր, որոնք կարելի է անվանել ցեղասպանություն, որովհետև Արցախում ոչնչացվում են հայոց եկեղեցիները, մեր սրբավայրերը, եւ առհասարակ Ադրբեջանը անվանում է Հայաստանը Արևմտյան Ադրբեջան եւ ուզում է մշակութային առումով չեղարկել առհասարակ որևէ բան, ինչ կապված է հայ ժողովրդի հետ։ Ժորժան, ադրբեջանցիները փաստացի 240 քառակուսի կիլոմետր Հայաստանի ինքնիշխան տարածքից շարունակում են օկուպացրած պահել եւ արդյունքում հենց դրանով կարելի է ասել, որ իրենք չեն ընդունում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, փաստացի չեն ընդունում եւ առհասարակ, եթե մենք տեսնում ենք այս ամենի ֆոնին Հայաստանում փորձում են ինչ-որ բարեփոխումներ իբր անցկացնել եկեղեցում, դրա մասին բառացիորեն եւ ուղղակիորեն ասում են եւ առհասարակ այս ամենի ֆոնին գյուղական բնակավայրերում լքում են մարդիկ այդ բնակավայրերը սոցիալ-տնտեսական վատ վիճակի պատճառով։ Եվ ինչ է սա, եթե ոչ նոր յուրահատուկ ցեղասպանություն, երբ ազգին ստիպում են հրաժարվել իր կրոնից, իր պետությունից, իր երկրից, ինչ է սա, դուք ասեք։